Ավանդական հարց-պատասխան արձագանք։ Կարող եք արձագանքել։ Շնորհակալություն։ Տիկին նախարար, անշուշտ կարևոր օրենքի նախագծի ցեկուցման եք հանդես գալիս եւ պատրաստակամություն հայտնում, բայց ես ուզում եմ հետաքրքրվել պրակտիկ իրավիճակի մասին, ինչպես եք պատկերացնում պրակտիկորեն աղմուկի դեմ պայքարը, որովհետև մենք գիտենք, որ ընդունվել է մինչև հիմա նույն հրավառությունների մասին նախագիծը օրենք դարձավ եւ հնարավորություն չկա, որ մենք կարողանանք վերահսկել երբ ով որտեղ պետք է հրավառություն իրականացնի։ Հետո ես հիշում եմ, որ այս դահլիճում շատ մեծ շուկով ծխախոտի դեմ պայքարի արշավներ, բայց հիմա բոլոր հնարավոր մեծ ու փոքր ռեստորաններ, սրճարաններում մարդիկ ազատ ծխախոտ են օգտագործում, ուղղակի մոխրամանները փոխարինվել են այսպիսի միանգամյա օգտագործման բաժակներով։ Սա երկրորդ, այսինքն վերահսկելիությունը զրոյական է։ Հիմա դրանից հետո գալիս եք ավելի մի հատ ուրիշ օրենք եք բերում, աղմուկ, որի բացահայտումը ես տեսականորեն չեմ պատկերացնում, հաշվի առնելով են նաև տեխնիկական հնարավորությունները, որոնց մասին ձեր ելույթում չասեցիք, ինչպես պետք է դրանք կոնկրետ, այսպես ասեմ, բռնացնեք։ Եվ նաև ուզում եմ հիշեցնել ձեր մյուս նախաձեռնության մասին, աղը ձեր դարակում էիք դնում, չէիք բերում, բայց այդ աղն էլ չկարողացանք այդպես էլ կյանքի կոչել, այսինքն աղը այնքան վնասակարության մասին խոսեցիք, բայց ի վերջո մենք չհասկացանք աղի վնասակարության մասին խոսելով մենակ ձեր դարակում մնաց, ինչու մնաց մենակ ձեր դարակում, որովհետև մենք տեսնում ենք, որ բոլոր տեղերում անխոչնդոտ նաև օգտագործվում է աղը։ Ու նաև մի հարց վերջում աղմուկի տարբեր տեսակներ նշեցիք, արդյոք այդ աղմուկի տեսակների մեջ մտնում էր օրինակ վարչապետի կորտեժի աղմուկը։ Ես կենտրոնի բնակիչ եմ եւ ամեն առավոտ ու ամեն երեկո իմ երեխաները արթնանում են վարչապետի կորտեժի աղմուկից։ Ժամանակը ինչքան ունեմ հարցին պատասխանելու ժամանակ։ Դուք սկսեք։ Հա, շատ լավ։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Թոմասյան, եւս մեկ անգամ ընդգծեմ, որ առողջապահության նախարարությունը քաղաքականություն մշակող է եւ բռնող մարմին չէ, ուստի խնդրեմ ձեր հարցերը ուղղել հասցեական։ Ուրեմն այո, ես խոսեցի հանրային առողջության մասին օրենքի վերաբերյալ եւ կարծում եմ այս օրենքի ընդունումը շատ կարեւոր ուրեմն ընթացք է, որովհետեւ մեր վերջին բնակչության ուրեմն սանիտարական պաշտպանության մասին օրենքը 90-ական թվականներին ընդունված օրենք էր եւ դրանից հետո անընդհատ փոփոխությունների արդյունքում շատ դեպքերում օրենքի սկիզբն ու վերջը չէր համընկնում անգամ շարահյուսորեն եւ ըստ էության ձևաբանական առումով եւ մեզ համար շատ կարեւոր էր ունենալ մեկ համապարփակ ամբողջական մեր այսօրվա խնդիրներին անդրադարձող եւ որոշակի լուծումներ բերող նոր օրինագծով եւ ինչպես նշեցի, այո, այս օրենքում ինչպես տարանջատվել են հասկացությունները, տրվել են լիազոր մարմնի ուրեմն գործառույթների շրջանակը եւ դրա արդեն հաջորդող նորմատիվ ենթաօրենսդրական ակտերով կարգավորվեն մնացյալ հարցերը։ Ինչպես ենք պատրաստվում ուրեմն այս օրենքի կիրառությունը ապահովել, նախ ամենակարևորը մեր համար կանխարգելիչ գործողություններն ու միջոցառումներն են, որոնք որ ըստ էության ավելի նպաստում են որևէ քաղաքականության ճիշտ ուրեմն կյանքի կոչելուն, պետք է նշեմ, որ այսօր ՄԱԿ փորձաքննությունների ընթացքում առողջապահության նախարարությունը եւս տալիս է իր եզրակացությունը, թե արդյոք տվյալ նախագիծը դա կլինի շինարարական, թե այլ նախագիծ ունի հաշվարկված աղմուկի վերաբերյալ ուրեմն ազդեցության գնահատական եւ այս հատվածը հենց ուրեմն կանխարգելիչն է, որ ցանկացած նախագիծ պետք է ունենա հստակ աղմուկի հաշվարկ, թե ինչպիսի աղմուկ է արտանետվելու եւ ինչ միջոցառումներ են իրականացվելու, որպիսի ազդեցությունը մարդու առողջության վրա ուրեմն չլինի մեծ, լինի սահմանաչափերի շրջանակներում։ Դուք նշեցիք հրավառությունների մասին փոփոխությունը, ես կարծում եմ դա ուրեմն երկար քննարկվեց եւ ինչ որ առումով նաեւ բան կար, ընդդիմություն կար այս կարգավորումների ընդունման մասով, բայց
ընդունումից հետո պետք է ընդգծել, որ շեշտակի նվազել են հրավառությունների թիվը, այո, այսօր էլ լինում են բացառիկ դեպքեր, որ խախտվում է օրենքը, բայց սա չի նշանակում, որ օրենքի եւ կարգավորումների ընդունման արդյունքում այն դրական ուրեմն փոփոխությունը, որը իրականացվել է, պետք է չնկատենք։ Սա վերաբերվում է նաեւ ծխախոտի դեմ պայքարին, այս բոլոր, նորից եմ կրկնում, լայն շերտ մեկ րոպե, լայն շերտերին առնչվող օրենքների վերահսկողությանը միայն ապավինելը կարծում ենք բավարար չէ եւ շատ կարեւոր է նաեւ մշակութային փոփոխությունները։ Աղին հետո կանդրադառնամ։ Շնորհակալություն։ Տիկին նախարար, ասում եք հրավառությունները նվազել են, զուտ որպես քաղաքացի ով ապրում է, ասեմ, որ ես գոնե դա չեմ զգում Երևանի կենտրոնում, երեկվանից բացի երկու նախորդ օրերին ամեն օր եղել են հրավառություններ եւ դա ես արձանագրում եմ։ Ինչ վերաբերում է դուք բռնող մարմին չեք, այո, դուք բռնող չեք, դուք վերահսկող եք եւ պիտի այնպիսի քաղաքականություն մշակեք, որ բռնողները կարողանան բռնել։ Այսինքն պիտի այդ գործիքակազմը տակ այն իրավապահ կառույցներին, ովքեր որ կարողանան իրականացնել իրենց մասնագիտական պարտականությունները։ Եվ մի հարց էլ այստեղ հնչեց տեղեկություն եւ նաեւ նախադեպային իրավունքի ու նախադեպի մասին խոսակցություն, որ աղմուկը նաեւ խոշտանգում է։ Այո, աղմուկը նաև խոշտանգում է եւ ես կուզենամ խոշտանգման մի դեպքի զազրելի դեպքի անդրադառնալ եւ կուզեմ որպես նախարար դուք պատասխանեք որպես կառավարության ներկայացուցիչ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ շատ ակտիվ եք կուսակցական գործերում դուք որպես նախարար ինչ եք արել Բաքվի բանտում խոշտանգվող հայգերիների համար որպես նախարար արդյոք ձեր միջազգային գործընկերներին երբևէ դիմել եք որպեսզի նրանք հետաքրքրվեն մեր գերիների առողջությամբ ովքեր որ խոշտանգվում են Բաքվի բանտերում Եվ արդյոք ունեցել եք որևէ դրական կամ բացասական պատասխան։ Շնորհակալություն։ Ես ներողություն եմ խնդրում, բայց խնդրում եմ մեր բոլոր գործընկերներին, որ մենք թեմայի շրջանակներում հարց պատասխանել եւ առհասարակ մնանք թեմայի շրջանակներում շնորհակալություն։ Տեսեք Տիկին Թովմասյան, ես ասացի, որ մենք բռնող մարմին չենք եւ ինձ թվում է բռնող մարմին Հայաստանի Հանրապետությունում չկա, կա վերահսկողություն իրականացնող մարմիններ եւ վարչարարություն իրականացնող մարմիններ եւ տարակուսում եմ, որ այս մասով էլ ու կաթյուրն բռնում առողջապահության նախարարությունը վերահսկող մարմին էլ չի հանդիսանում Նախարարությունը քաղաքականություն է մշակում եւ այդ քաղաքականությունը փորձում է տարբեր միջոցառումների շրջանակներում իրացնել։ Ուրեմն այո, իհարկե անձնական փորձառությունը շատ կարևոր է ընդգծել, որ այսօր ես զգացի սա, այսօր սրան ականատես եղա, բայց ընդհանուր առմամբ քաղաքականության ազդեցությունը գնահատվում է շատ ավելի մասշտաբային ուրեմն անդրադարձը վերլուծելով եւ դրա արդյունքում ես նորից կրկնում եմ որ չի կարելի համեմատել այսօր Հայաստանում հրավառությունների թիվը դրանց ազդեցությունը մինչև նոր կարգավորումների ընդունումը եւ կխնդրեմ որ ձեր կողմից էլ եթե լինում են նման փաստագրումներ անպայման որպես ակտիվ քաղաքացի էլ դիմել ոստիկանություն որպեսզի կոնկրետ դեպքով էլ իրականացվի վարչարարություն Հա, ժամանակն էլ վերջացավ։